Աստված հրաշալի խոսք է դրել սրտիս մեջ, որ կիսվեմ ձեզ հետ, ես հավատում եմ, թե ես, թե դուք օրհնված կլինեք, որովհետև շատ լավ իմացեք, քարոզիչը որ քարոզում է, ինքն իրեն էլ է քարոզում։ Ես ուրախ եմ ձեր մեջ գտնվելու, ուրախ եմ ու միշտ ինձ համար մեծ օրհնություն է այստեղ գտնվել այսքան սուրբերի մեջ։ Բայց մի բան ասեմ, երբ գալիս եմ ցուրտ է, մնում է երևի մի հատ էլ կրկին փորձեմ ամառը։ Թե չէ երբ գալիս եմ ներսում շոկ, դրսում ցուրտ։ Արդեն հավատս չի գալի, որ ստեղ տաք կա։ Կա ստեղ տաք։ Փառք Աստծո որ կա։ Եթե չկա, դու պիտի ակասնես։ Ամեն։ Եկեք միասին բացենք 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ մի հրաշալի պատմություն կա այնտեղ միասին կարդանք։ Առաջի խոսքից մինչև 17-րդ խոսքը։ Եվ ասորիների թագավորի զորագլուխ Նեեմանը մի մեծ եւ հարգելի մարդ էր։ Եվ իր տիրոջ առջև, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին, եւ այս մարդը քաջ զորավոր էր։ Քաջ զորավոր։ Լավ հատկանիշա չէ՞։ Քաջ զորավոր։ Ով աստեղ քաջ զորավոր։ Այնքան համեստ են ասենց Դու Հիսուսով քաջ ես։ Վերջերս մի հրաշալի սենց բան լսեցի, ասում է, գիտեք, քաջությունը արդեն հաղթահարված վախն է։ Հետաքրքիր է, չէ՞։ Ու աղոթքով։ Ոնց է հաղթահարվում վախը, աղոթքով։ Տենց մարդ չկա այս աշխարհի վրա, որ վախ չունենա։ Խոսել ենք նույնիսկ այն մարդկանց, այն հերոսների հետ, ովքեր որ պատերազմի են մասնակցել, թվում է թե նրանք վախ չունեն։ Բայց ասում է կա, բայց դու պետքա դա հաղթահարես։ Իսկ եթե մենք Հիսուս ունենք, ամեն վախեր արդեն հաղթահարված են։ Ամեն։ Հերիք է որ ասես Հիսուս։ Մարդիկ կան ասում են ոնց եք աղոթում։ Լսի, եթե դու արդեն ասում ես Հիսուս, դա նշանակում է ուժեղ աղոթք, որովհետև դու ասում ես փրկիչ, փրկիր։ Որովհետև Հիսուս նշանակում է Աստված փրկիչ է։ Դու դա ես աղաղակում, Աստված փրկիր։ Ու նույնիսկ այդ քաջերն ու զորավորներն էլ վախկոտ են ելնում, մինչև որ հաղթահարվում է այդ վախը։ Ու դրանից հետո են իրենք համարվում քաջ ու զորավոր։ Ոստեղ մենք տեսնում ենք, քաջ ու զորավոր մեկը կար, բայց կողքը ստորակետ է դրված ու բայց է գրված։ Այս բայցերը ամենավատ բաներն են։ Թող որ մեր կյանքից այսպիսի բայցերը լրիվ հեռանան։ Աղոթքներով ամեն ինչ պետք է անենք, որ հրաշալի լինի։ Արդեն 3-րդ թե 4-րդ անգամը ես ծառայության եմ, ուրբաթ օրը պիտի պատրաստվեմ ծառայության, ընդհանրապես շաբաթ եւ կիրակի օրերին եմ ծառայում, ու մեծ տղայիս վրա հարցակում է լինում։ Ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, 3 արդեն պատրաստում եմ ծառայության, մեկ էլ հանկարծ նամակ եմ ստանում, որ մեծ տղաս ձեռքը ջարդել է։ Ասում եմ նորից, ու գիտեք ինչ եմ անում, ես էլ եմ այդ ամեն պատմության կողքը դնում բայց ասում եմ սատանա, ես քո գլուխը կջարդեմ Հիսուսի անունով, թե ուրբաթ, թե շաբաթ եւ կիրակի եւ ընդհանրապես միշտ։ Մեծ չենք խոսում, Հիսուսի անունով ենք անում։ Վայ մեզ, եթե մենք մեր անունից անեինք։ Սատանան մեր անունից չի վախենում, սատանան վախենում է Հիսուսի անունից, բայց երբ որ մենք մեր անունները արդեն դրել ենք Հիսուսի ոտքերի տակ, արդեն սատանան վախում է նաև մեզնից, հալելույա։ Կարդում ենք շարունակությունը։ Այս մարդը քաջ զորավոր էր։ Ես էլ էի լավ էր, ամեն ինչ լավ էր, պատրաստում էի ծառայության, բայց լսեցի, որ դեպք պատահեց։ Նորից ես բայց դրեցի, որոշեցի շարունակեմ եւ հաղթեմ։ Հիմա այստեղ գրած է բայց բորոտ էր։ Սա թողեսօր մարգարեական լինի բոլորիս համար։ Եթե մեր կյանքում լավ բաները շատ են, բայց կա ու դրանից հետո մի բացասական իրավիճակ, իմացեք, որ Աստված այդ բայցը ջնջելու է, ուրիշ բայցեր է դնելու։ Սուրբ բայց էր։ Բայց բորոտ էր։ Ասորիները մեկ անգամ
գունդերով էին եկել Իսրայելի երկրից մի փոքր աղջիկ գերի տարել, որ Նեեմանի կնոջ առջև էր լինում, այսինքն ծառայում էր, գերի, մի գերի աղջնակ, պատկերացնում եք, մենք շատ լավ, հայերը շատ լավ գիտենք ինչ նշանակում գերի, թշնամու մոտ, քաղաքական, ֆիզիկական թշնամու, ոչ թե սատանայի, ու այստեղ մի գերի աղջնակ կար, որ Նեեմանի կնոջ, այդ զորավոր մարդու, բայց բորոտ մարդու, կնոջ մոտ ծառայություն էր անում, միշտ իր առջևն էր ասում։ Եվ սա ասեց իր տիկնոջը. երանի թե իմ տերը Սամարիայում եղող մարգարեի առաջին լիներ, այն ժամանակ նա նրան կբժշկեր իր բորոտությունից։ Նախ ուզում եմ հետաքրքիր բանի վրա ուշադրությունը մեր սևեռենք, որ մի պահ պատկերացնում ենք, չէ, Աստվածաշունչը որ կարդում ենք, մենք մեզ պետք է պատկերացնենք, ոչ թե հարևանին։ Դու եկել ես այսօր այստեղ լսելու խոս, որ քեզ է պատկանում եւ ոչ թե ուրիշներին։ Կարող է դու հասկանում ես, որ ուրիշներին էլ է պատկանում, բայց դու քեզ պետք է վերագրես առաջին հերթին։ Երկրորդ հերթին կարող ես ուրիշին էլ հերթագրել։ Ուրեմն նայ։ Թշնամի բանակից պատկերացնում եք գերեվարված աղջիկը ծառայումը այդ երկրի, այսպես ասենք, պաշտպանության նախարարի կնոջը, բայց հələ դուք էլ պատկերացեք բանաձևով, որ ասենք ուր պիտի հայերին գերեվարեն տանեն, օրինակ, հասկանալի է, չէ՞։ Ես չասեմ, բայց դուք լսեք։ Դուք պատկերացնում եք, մեզնից մեկն է գերի, ինչ որ տեղ թշնամական երկրում հենց գերեվարողի տանը, գլխավոր գերեվարողը, զորավոր քաջ մեկն է, բայց հիվանդ է։ Ու այս աղջկա սիրտը շարժում է։ Ասում է, լսի, կնոջն է, բարեխոսում է, կնոջ հետ խոսում, ասում է, այ եթե լիներ իմ տերը այդ գերեվարողը, դու պատկերացրով, ասում է, եթե լիներ այն երկրում, տվյալ դեպքում, եթե մենք մեզ դնենք Հայաստանում լիներ, այ կբժշկեր, այնտեղ մարգարե կա, կբժշկի։ Դուք ձեզ որ դրեցիք այս պատմության մեջ հավատացիք։ Դուք որ լինեք կանեիք։ Անկեղծ ասեմ, ես է շատ դժվարությամբ երևի։ Դուք ասեմ իրան քիչ է։ Հիվանդա։ Տուն ու տեղս կործանեց, երկիրս կործանեց, ինձ էլ ստեղ գերիա բերե։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, այս աղջիկը Աստծո սիրտն ունի։ Ինքը մարդկային ձևով չի մտածում, ինքը մտածում է աստվածային ձևով։ Իր մտածելակերպը այլ է, նորոգված է իր մտածելակերպը։ Ինքը ասում է, այ եթե լիներ այնտեղ մի հատ մարգարե կա, իր միջոցով կբժշկվեր։ Եկեք շարունակությունը կարդանք։ Եվ Նեեմանը գնաց ու պատմեց իր տիրոջն ասելով, այսպես եւ այսպես խոսել այն Իսրայելի երկրից եկող աղջիկը։ Եվ ասորիների թագավորն ասեց, ճանապարհվիր գնա, եւ ես նամակ կուղարկեմ։ Նախ պետքա հավատալ, չէ՞, թշնամի աղջիկա, գերիա բերել, փաստորեն մի անգամից այդտեղ պատմության մեջ չի ասում, կասկածեց, էս եղավ, այն եղավ, ասում է հավատաց, չի ասում, բայց գրված է, մի անգամից խելքին մոտ բան չէր, բայց ասեց, լավ, գնամ եմ այդ թագավորից թույլտվություն վերցնեմ։ Թագավորն էլ ասում է, գնաց եւ իր հետը վեր առավ 10, ասում է գնա, եւ գնաց իր հետ վեր առավ 10 տաղանդ արծաթ, նվերներ ավերցնում, 6000 ոսկի եւ 10 փոխնորդ հանդերձներ։ Գիտեք ինչի համար է 10 փոխնորդ հանդերձը վերցնում։ Բորոտները շատ հաճախ են իրենց մարմինը, ոնց որ մի ռուսերեն արտահայտություն կա, հայերեն շատ չենք մենք օգտագործում, այդ վիրակապումները շատ հաճախ պետք է լինի, որտեվ ամբողջ մարմինը վերք է։ Ու հաճախ պետք է փոխվի։ Այս 10 հանդերձը վերցել է նրա համար, որ ինքը վերքոտ մեկն է, որ անընդհատ փոխի։ Ռուսերեն ասում են պերևյասկա։ Անընդհատ պետք է փոխի, որովհետև ցավում է, որովհետև կպնում է։ Այդ վերքերը, մանավանդ այդ ժամանակ, շոկ, այդ տարածաշրջանում։ Դուք պատկերացնում եք ինչ նշանակում վերքոտ այդ տարածաշրջանում։ Ես եղել եմ այդ անապատներում, գիտեմ։ Տասը փոխնորդ հանդերձներ եւ նամակը բերեց տվեց Իսրայելի թագավորին ասելով. դիմեց պաշտոնապես արդեն։ Եվ այդ նամակը հենց որ քեզ հասավ, ահա ուղարկում եմ քեզ մոտ
իմ նեման ծառային, որ դու բժշկես նրան իր բորոտությունից, այսինքն թագավորից թագավոր պաշտոնական նամակագրություն է տեղի ունենում, բայց թշնամիներ են։ Ասում եմ իմ ծառային քո մոտ եմ ուղարկում։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, թշնամի են, բայց իրար հարգում են։ Ցավոք սրտի մենք չենք տեսնում նման բան հիմա։ Իր թշնամին է, բայց գրում է իմ ծառան էսա գալիս է քո մոտ, ով? Պաշտպանության նախարարը, զորավարը։ Որ դու իրեն բժշկես նրան բորոտությունից, երբ որ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատառեց իր հանդերձները եւ ասեց. «Միթե ես Աստված եմ, որ մերցնեմ կամ ապրեցնեմ, որ սա ինձ մոտ է ուղարկում մարդուն իր բորոտությունից բժշկելու»։ Այս Իսրայելի թագավորն է մոլորվեց այդտեղ, մտածեց իր մոտ է ուղարկում։ Ասում ես ու Աստված չեմ։ Վախենում է։ Սակայն դուք իմացեք եւ տեսեք, որ նա պատճառ է որոնում ինձանից, այսինքն պրովոկացիա է այստեղ տեղի ունենում մտածումը, որ երևի այս նամակ ուղարկելը, որ ինչ որ մի բան որոնի գտնի, այդքան էլ դժվար չի որոնելը գտնելը, որ պատերազմը նորից սկսի։ Քիչա որ նորից ավերել տարել էին, նորից պատերազմ է ման գալիս։ Բայց լավ բայց այստեղ տեղի ունենում, թագավորը այդ անհանգստության մեջ, բայց 8-րդ խոսքը, երբ որ Աստծո մարդը Եղիսեն լսեց, որ Իսրայելի թագավորը պատառել է իր հանդերձը, այն ժամանակ մարդ ուղարկեց թագավորին ասելով. Գիտեք, այստեղ քաոս է, չէ՞, խառն է։ Ստրեսի մեջ է անգել թագավորը։ Ով է այդ ստրեսի մեջ ընկնում։ Այստեղ բոլորի մոտ պիտի գան ստրեսից դուրս գալու։ Այսքան շատ մարդ կա, ոչ մեկ չի ընկնում։ Երբ որ ստրես է լինում, մեր հայերը այստեղ միթե այս Մոսկվայում ստրես չկա։ Լավ էլ ստրեսի քաղաք է։ Մենակ խցանումները հերիք են, որ ստրեսի մեջ ընկնես։ Բայց երբ որ ստրես կա ամենտեղ, ես բնական եմ համարում, որ դուք ձեր չեք բարձրացնում, կատակ եմ անում ուղղակի։ Եվ լավ է, որ դուք ձեր չեք բարձրացնում, որովհետև դուք Աստծո մարդիկ եք, որովհետև այդ ստրեսի, այդ խառը իրավիճակների մեջ հանկարծ ինչ որ մեկ ասում է, հələ հանդարտվեք։ Հա՞, հələ հանդարտվեք։ Ուստեղ ով ասում հանդարտվեք, Աստծո մարդը։ Հələ մի րոպե։ Հեն չի ես պատրում այդ լավ հագուստներդ։ Լավ էլ սազում է։ Աստծո մարդը, իմ համար շատ կարևոր արտահայտություն է սա։ Աստծո մարդը հանդարտ։ Օրնվակ արդեն, որ Աստծո մարդը արդեն պիտի հանդարտ լինի, կապ չունի ինչա։ Պատերազմ է սկսվելու ժողովուրդ, Աստծո մարդը հանդարտ։ Ասում է հələ մի րոպե։ Լսեց, որ թագավորը պատրել է իր հանդերձը։ Դա երևի սովորական մարդիկ կլինենք ասեն, լուրջ ես ասում, թագավորը պատրեց արդեն, դե մի բան գիտի, դա ի՞նչ նամակ է ստացել։ Ինչու համար ես պատառել հանդերձներդ։ Թող նա ինձ մոտ գա իմանա, որ մարգարե կա Իսրայելի մեջ։ Ես մի քիչ ուրիշ ձևով կարդացի, հայկական ակցենտով։ Լսի մարգարե կա, Աստծո մարդ կա։ Ինքն իր մասին է խոսում, է։ Ոչ թե համեստություն ասում, չէ, ես սովորական մարդ եմ։ Ասում են, չէ, հավատացյալներն ասում, ես էլ եմ սովորական մարդ։ Դες բան չասեք, դա հպարտություն է։ Լուրջ, որովհետև այդ հակահպարտությունն էլ է հպարտություն։ Այն որ ուզում ես ծածկես քո ով լինելը, որ լսի ասա, հա, Աստծո մարդ եմ։ Թող գա իմանա, որ Աստծո մարդ կա այստեղ։ Ոչ մի բանից չեն վախենում։ Ինչ ես հանդերձներդ պատառոտում։ Ընտանիքիդ մեջ որ քաոս հանկարծ սկսվի, առավոտը լավ չլինի, մեկը թարս արթնանա, ոտքի կանգնաս, հələ մի րոպե։ Աստծո մարդ կա, ինչ ես հագուստներդ պատառոտում։ Եթե կինդ ղժժալով արթնանա, կամ ամուսինդ ստրեսով Մոսկվայի պրոբկաներից հետո եկել է 2 ժամը քնելու, նորից շուտ արթնանա, դուրս է եկել սենց ստրեսով, ասա հələ մի րոպե, ով սիրելի քույր։ Ասա հələ մի րոպե, Աստծո կին կա այստեղ, Աստծո մարդ այսինքն։ Աստծո ծառա, Աստծո զավակ, Աստծո դուստր։ Օրնվեցինք, չէ՞ ինչ ենք անում ստրեսների ժամանակ։ Ու մեջ էլ կարելի գնաց վերջ արդեն, էլ ստրեսները չկան։ Ահա, թող իմանա, որ Իսրայելի մեջ մարգարե կա։ Նեեմանը գնաց իր ձիերով ու կառքերով եւ կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ Եվ Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրան մոտ ասելով. Գնա եւ 7 անգամ լվացվիր Հորդանանում եւ մարմինդ քեզ մոտ կդառնա եւ կմաքրվես։ Այ քեզ բան։
Ոչ տրամաբանական բան ա լսում, ընդհանրապես Հորդանա տղմոտ գետ ա։ Ուտեղ շոք ա։ Դուրս չի էլ գալիս, մարգարեն դուրս չի գալիս։ Դիմավորելու թշնամի երկրի զորավար մեկին, քաջ զորավար մեկին, որը որ գիտի բորոտություն ունի, պիտի բժշկվի, ասում է գնացեք ասեք, ոնց որ ես տեսնում եմ այստեղ զբաղված մարգարե, բայց ավելի պատվավոր մարգարե, ինք իր գործը լավ իմացող մարգարե, Աստծո հոգով շարժվող մարգարե, իսկի չի էլ ընդունում։ Պատկերացրեք մեկը գալիս այնտեղ, ուստեղ Աստծո մարդիկն է նստած, ինքը խնդիր ունի, ու հովիվին ասում են, ձեր հովիվին, որևէ մեկին ծառայողին ասում են այնտեղ մեկը կա, խնդիր ունի։ Ու ինքը չի էլ գնում նրանց մոտ, ինչ կլինեն մեր հայերը։ Հա։ Անես կնեղանան, գնացի հասա, մի հատ չբարեհաճեց։ Են մեր ֆիլմին, ինչու չես բարեհաճում ժամանել։ Այսքան կանչում ենք։ Դուրս չեկավ սկի։ Ես գնացեք ասեք մտնի Հորդանանի մեջ, ցեխի մեջ։ Ցեխի վաննաներ ընդունես կանցնի։ Ու տեսեք հիմա այստեղ ինչ ա կատարվում։ 11-րդ խոսք, բայց Նեեմանը բարկացավ եւ գնաց, ասելով. հայ էր երևի։ Ահա ես կարծում եի, թե անպատճառ ինձ մոտ դուրս կգա, կկանգնի, իր Տեր Աստծո անունը կկանչի եւ ձեռքն էլ կդնի այն տեղի վրա եւ այն ժամանակ բորոտությունը կբժշկի։ Լսեք, ձեռնադրությունից էլ էր հասկանում, որ պետքա ձեռք դրվի, որ հիվանդությունը բժշկվի։ Նեղացավ, որ ձեռք չի դրել մի հատ, հələ ձեռք չդնել է հեչ, ընդհանրապես չի էլ թողել, ասել է գնա, թող մտի գետի մեջ կանցնի։ Ու տեսեք ինչ ասում։ Միթե Դամասկոսի Աբանա եւ Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավը չեն, միթե նրանցում չէի լվացվել ու մաքրվել։ Եվ նա դարավ գնաց բարկությամբ։ Բայց նրա ծառաները մոտեցան եւ խոսեցին նրա հետ եւ ասեցին. ով հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէիր անի, ուր մնաց, որ քեզ ասեց լվացվիր եւ կմաքրվես։ Ես այս պատմության մեջ հիանում եմ ծառաների հոգևորությամբ։ Այստեղ մեծամեծներ կան, ղեկավար մարդիկ են այստեղ, բայց չեն հասկանում գործից, բայց ծառաները կողքից գալիս մի հետաքրքիր խորհուրդ են տալիս։ Այնտեղ են ծառա գերին, գերուհին, ասեց, լսի, թող գնա Իսրայել, այնտեղ մարգարե մարդ կա, թող բժշկի բորոտությունից։ Ստեղ արդեն Հեթանոսի ծառաները, Հեթանոս մարդա, Աստվածապաշտ չի, Հեթանոս մարդա, իր ծառաները խորհուրդ են տալի, մեծ բան է ասածը, որ ասելա ու չես անում։ Ես մեկ գիտեք ինչ եմ մարդկանց ասում եմ, լսի, եթե գնայր ինչ որ կախարդի մոտ, այդպես կատակներ կա, չէ, գնա քո բժշկության համար, քո այս բանի համար, այս բանն արա գլուխդ 3 անգամ կտաս պատին, հետո սենց աշկերդ կչռես, ամեն ինչ կլուծվի, ընտանիքումդ կգա խաղաղություն, հիվանդությունը կգնա, լուրջ եմ ասում կանեն։ Մարդիկ կլինեն կանեն։ Այդ մարդկանց անունը փրփուրներից կարճող մարդիկ։ Բայց որ ասում ես, լսի, ծոմ պահի աղոտ կարա, գիտես, ախր չեմ կարող մեծ ծոմ պահեմ։ Լսի, 3 օր ծոմ պահի կանցնի։ Մարգարեական է, որոշ մարդկանց համար մարգարեական ասում եմ, այն ինչ որ խնդիր ունես 3 օր էլ է ծոմ պահի։ Վերջերս Լիբանանում էի մեր եկեղեցու հովիվը այնտեղ մի մարդու չափ նիհարել էր։ Ծոմից 21 օր ոչ մի բան չէր կերել։ Հենց աղոթքի մեջ էր եղել։ Հիմա չեմ ասում որ գնաս այտենց բաներ անես, վնասես քեզ, հետո գաս ասես դու ես պատճառը։ Աստված առաջնորդել է իրան, գնացել է ծոմը պահել, լսի։ Աստծո զորությունն է եկել, եկեղեցու մեջ հզոր բաներ է տեղի ունենում։ Իր կյանքում հզոր բաներ է տեղի ունենում, որտեվ ծոմը պատեր է ճեղքում։ Պարտադիր չի ինչ որ տարօրինակ բաներ լսես որ անես, որոնք որ աշխարհն է խորհուրդ տալիս։ Չէ, ընդհանրապես մի հատ խորհուրդ ասում եմ, մտի գետը դուրս արի։ Եվ փառքաստուս այս ծառաների համար, որ Աստծո հոգով են առաջնորդվում։ Ով հայր, մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ չէիր անի, ուր մնաց քեզ ասես, լվացվիր եւ կմաքրվես։ Եվ նա վայր իջավ, եւ 7 անգամ
թաղվեցավ Հորդանանի մեջ։ Դուք պատկերացնում եք, ես ասենց պահերը նույնիսկ ծիծաղում եմ։ Տեսնում ես հզոր երկրներ գրավող ինչ որ մեկն է զորավարա, ասենց ցեխի մեջ է, իջնում, ելնում, իջնում։ Անից իմ համար ես իմ երևակայությունը մի քիչ երևի ուրիշ ձևի է, ես ծիծաղում եմ ասենց պահերի, որ կարծում եմ Աստված ջան, 7 անգամ ցեխի մեջ մտավ, դուրս եկավ, մտավ, դուրս եկավ, 1, 2 ու ասենց ասма Աստծո մարդու խոսքի համեմատ արեց եւ նրա մարմինը ետ դարավ իբրև մի փոքրիկ տղայի մարմին։ Փառք Տիրոջը, որ այսպես հրաշքներ կար անի։ Եվ նա մաքրվեցավ։ Եվ նա ետ տարավ իր բոլոր բանակով Աստծո մարդու մոտ եւ եկավ կանգնեց նրա առաջին եւ ասեց. ահա իմացա, որ բոլոր երկրի վրա Աստված չկա բացի միայն Իսրայելում։ Եվ հիմա խնդրեմ ծառայից հետ մի ընծա ընդունիր, բայց նա ասեց կենթանի է Տերը, որի առաջին ես կանգնած եմ, եթե ընդունեմ։ Եվ նա ստիպեց նրան, բայց նա մերժեց։ Եվ Նեմանն ասեց. հիմա որ ոչ, թող ծառայիդ 2 ջորի բեռ հող տրվի, որովհետև ծառատ այլևս բացի Տիրոջից, բացի Տեր Աստծուց ուրիշ աստվածների ողջակես կամ զոհ չի անելու։ Ֆանտաստիկ պատմություն։ Դուք պատկերացնում եք մի հեթանոս մարդ, որ Աստծո ժողովրդին թալանում էր, Աստծո ժողովրդի վրա հարձակվում էր, Աստծո ժողովրդից գերիներ էր տանում, Աստծո ժողովրդի թիվ 1 թշնամին էր։ Ես հավատում եմ, որ այդ մարդու մենք երկնքում կտեսնենք, որովհետև ուխտ արեց ստեղ, ասեց այլևս իմ համար չկա ոչ մի Աստված, այլ միայն Տերն է իմ Աստվածը, եւ միայն նրան եմ պաշտելու, միայն նրան եմ զոհեր մատուցելու։ Հալելույա։ Հրաշալի է, չէ՞։ Դուք տեսեք ինչ մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են գտնվել մեր մեջ, ինչպիսի մտածելակերպով, նորոգված մտածելակերպով, որ այնպիսի բան անեն, որ տրամաբանություն չկա։ Ես մտածում եմ կողքից հարևանները անպայման կլինեին, որ ասեին. հələ տեսեք ինչ եղավ։ Մեզ ջարդ ու խուրդ անողը եկավ, մեր մարգարեի կողմից բժշկվեց գնաց։ Ու Աստված շանի հիմիկվա սոս ցանցերի ժամանակ կլիներ։ Մի հատ բան են տեսնում, վիդեո են անում, դնում են նայիլը, տեսար ինչ եղավ։ Տենց հիմար բաների չհավատակ սիրելիներ, երբեք։ Ինչ էլ տեսնեք, ինչ էլ բամբասեն, մենք մեր նորոգված մտքով, Քրիստոսի մտքով պետք է նայենք ամեն ինչի։ Այս բանաձևը, որ դնում է մեր կյանքի մեջ, երևի բոլորս ընկնում ենք անհարմար իրավիճակի մեջ։ Ոնց թե թշնամին գա մեր մարգարեի միջոցով բժշկվի գնա։ Գնա որ էլի հարցակվի, բայց չէ, գնաց դառավ Աստվածապաշտ։ Գնաց դառավ Աստվածապաշտ։ Դուք հասկանում եք, այստեղ ազգային անվտանգության հարց լուծվեց։ Հասկանում եք, երկրի խաղաղության հարցը լուծվեց։ Ես չեմ հավատում, որ Նեեմանը այլևս կհարցակվեր Իսրայելի վրա, անհնար է։ Սերունդներ պետքա փոխվեր, որ հարձակվեն, որովհետև նա Աստծուն ճանաչեց այդ երկրում, ասեց Աստված կա Իսրայելում։ Էլուր նրան այդքան համարձակություն, որ չնայած ասում է քաջ ու զորավոր մարդ էր, բայց երբեք այդ համարձակությունը չէր ունենա նորից հարձակվեր Իսրայելի վրա, որովհետև այնտեղ Աստված կա, միակ Աստվածը, հալելույա։ Այսօրվա խոսքի անունն է, որ վերնագիր, այս պատմությունից հետո եմ ուզում քեզ ասեմ, Աստծուն հերվում մի փնտրիր։ Որտեղ էր փնտրում Նեեմանը, ուր ասես։ Բայց հետաքրքիր մի բան գտավ թշնամիած երկրում, թշնամու մարգարեի կողմից ու ցեխի գետի մեջ։ Ինչն աստեղ տրամաբանական, ոչ մի բան, այլ հավատքն աստեղ, որ Աստծո մարդը ասեց գրված է նրա խոսքի համեմատ։ Ինչ դժվար բան կա, որ քեզ ասվել է։ Քո օրհնության համար ինչ եթեներ կա, որ Աստված քեզ ասել է։ Բաներ ասե, որ անես։ Այդ ինչ դժվար է, որ դու անես, որ հրաշք կմտնի քո ընտանիքի մեջ։ Հրաշքը վայելես, դժվար չի։ Շատ լավ են ասել հայերը, մարդու մտքին տեղը լինի։ Հենց միտքը տեղանե ներսդ, այստեղ Աստծո խոսքը մտնի ստեղ, ամեն ինչ կփոխվի։ Աստծո խոսքը մտնի ստեղ, ամեն ինչ կփոխվի։
Արա Աստծո եթեն, եթե մի պայմանադրե, ասելա, այս բանը արա, այսպես կլինի։ Ես Աստվածաշնչի անունը, այսպես ամբողջական ծննդոցից հայտնություն, եթե ինձ հնարավորություն տային մի փոխաբերական իմաստով անուն դնել, անունը կդնեի եթե։ Ինքը եթեի գիրք է։ Շատ հեթանոսներ, ես մուսուլմանների մեջ եմ ապրել եւ այլն, շատ կրոններ եմ փորձել, վիճաբանեն ինձ հետ եւ այլն, ասել եմ, լսեք, ձեր գրքերն էլ եմ ուսումնասիրել, մինչեւ քրիստոնյա լինելը արդեն իսլամագետ եմ եղել։ Միակ գիրքն է, որ դիմում է եթեով, դու գիտեք ինչքան համարձակ պիտի լինես, որ դիմես եթեով, պայմանով, եթե սենց անես, սենց կլինի։ Ուրիշտեղ ոչ մի բան չկա տենց եթե, որտեվ չի էլ լինի, որտեվ զորություն չկա, որտեվ Աստված չկա նրանց հետևում կանգնած։ Միակն է քրիստոնեությունը, որ գալիս է դիմում է եթեով, եթե ձեռքերը դնես հիվանդների վրա կբժշկվի, եթե Աստծո մարդու բերանի ասած խոսքերը լսես, զորություն կընդունես։ Եվ մենք այսօր ունենալու ենք նման բան։ Ես հավատում եմ։ Գիտեք երբ այսօր սուրբ հաղորդություն ենք ընդունելու։ Եթե ու երբ որ ընդունես դա հավատքով ու պատվով, հարգանքով առ Աստված, հարգանք դեպի Հիսուս Քրիստոսը, նրա թափած արյունը, ես հավատում եմ քո կյանքի մեջ հրաշք է մտնելու։ Ես չգիտեմ դա հիվանդության բժշկությունը, ես չգիտեմ դա ինչ-որ խնդրի լուծումը, մեծ խնդրի լուծումը, անբուժելի բան է, անլուծելի բան է, բայց դու պետք է դա ընդունես հավատով, որ դու Քրիստոսի մարմինն ես ընդունում ու Քրիստոսի արյունն ես ընդունում։ Անպայման Տիրոջ հրաշքը կընդունես։ Եթե հավատաս, եթե պատվես, եթե արժանի ձևով ընդունես, եւ մենք այնպես ենք անելու, որ արժանի ձևով ընդունենք, մենք ապաշխարելու ենք ամեն մեղքերից, ինչ որ գործել ենք։ Ու մի պատմություն եւս սիրելիներ։ Ու դրանից հետո կաղոթենք։ Սրանից հետո տոն էր հрьяաների, Հովանես ավետարան 5-րդ գլուխ 1-15։ Սրանից հետո տոն էր հрьяաների եւ Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ եւ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որ 5 սրահ ունի, նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պարկած, կույրեր, կաղեր, ինձ դառը բառը գրած ստեղ կարդում եք դուք, չորացածներ, դուք պատկերացնում եք, որ ջրի շարժվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ վայր էր գալիս այն ավազանը եւ ջուրը շարժում եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջինը մտնողը բժշկվում էր, ինչ հիվանդություն էլ որ ունենար։ Հետաքրքիր է, պատկերացնում եք, ինչ հիվանդություն ուզում ունենար։ Եվ այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի էր հիվանդության մեջ, երբ որ Հիսուսը նրան պարկած տեսավ, իմացավ, թե արդեն շատ ժամանակից է։ Նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցի։ Եվ մինչև որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ է իջնում մեջը»։ Հիսուսը նրան ասեց. «Վեր կաց մահիճդ առ եւ ման եկ»։ Պտտվի։ Վեր կաց մահիճդ ման առ եւ ման եկ։ Եվ մարդը իսկույն ողջացավ։ Եվ վեր առավ իր մահիճ եւ ման էր գալիս, եւ օրը շաբաթ էր։ Սկսվեց տեղ 10-րդ խոսքից հետո կարևոր բան է սկսում, ժողովուրդ։ Հրեաներն էլ ասեցին, բժշկվածին, շաբաթ է։ Արժան չէ, որ մահիճդ վեր առնես։ Ապշում եմ, հասկանում ես, ծննդյան օրվանից 38 տարի այդ մարդը հիվանդության մեջ դիմացը բժշկվի, ասի չվերցնես հանգար սեղանը։ Վերցրելուց հետո ապշում եմ։ Օրը շաբաթը չի կարելի։ No։ Հետո ասում է, արժան չէ, որ մահիճդ վեր առնես։ Նա պատասխանեց նրանց, նա, որ ինձ բժշկեց, նա ասեց, ինձ մահիճդ առ եւ մանեք։ Լորեցիներ կան ստեղ։ Ես մեղավոր չեմ, ինքն է ասել։ Մահիճդ առ եւ մանեք։ Բայց բժշկվածը չգիտեր, թե ով է։ Որովհետև Հիսուսը այնտեղի ամբողի պատճառով խույս տվավ, գնաց։ Եվ սրանից հետո Հիսուսը նրան գտավ ուր։
Տաճարում։ Վաու, ամենալավ բանն է։ Նրան գտավ տաճարում եւ նրան ասեց. ահա առողջացար, այլևս չմեղանչես, որ ել ավելի չար բան չլինի քեզ։ Եվ մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թե Հիսուսն է, որ նրան առողջացրել է։ Հիսուսը բժշկեց ջրերի մեջ շարժում փնտրող մարդուն։ Ուր էր փնտրում ինքը Հիսուսին։ Ուր էր փնտրում ինքը բժշկություն։ Ուր էր փնտրում ինքը հրաշք։ Ուր ես փնտրում, մի հատ քննի քեզ։ Հիմա ժամանակն է, որ մենք մեզ քննենք։ Ուր ես փնտրում։ Փաստորեն ջրերը շարժող իր կողքն է կանգնել։ Ջրերը շարժվելու համար հրեշտակ ուղարկողը կանգնել է կողք, ասում է ինձ չես հրի գցես մեջը։ Լսեք, այստեղ չեմպիոնավազք էր, հասկանում եք, այստեղ մի հոգի, մի օրհնյալ էր մնում, մի օրհնյալ։ Ամբողջ տարվա մեջ մի հոգի, ով որ գցվում, ես չգիտեմ պատասխանը, իրոք չգիտեմ ինչի համար էր այսպես, որ այս պատմությունը լինի, ոնց է Աստված պատրաստել այս ամեն ինչը, որ մի հոգի է բժշկվում ամբողջ տարվա մեջ, ով որ առաջինը գցվի։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչքան ենք ուզում մենք ինքներս առաջինը գցվենք։ Ինչքան ենք ուզում մենք առաջինը լինենք, չեմպիոնը մենք լինենք։ Ո՞վ է չեմպիոն, թող ձեռք բարձրացնի, ո՞վ է ուզում չեմպիոն դառնա։ Մեկ փորձում եմ։ Այսօր չենք եկել այստեղ չեմպիոն դառնալու, այսօր եկել ենք այստեղ չեմպիոնին կպնելու։ Հաղթողների հաղթողին կպնելու Հիսուս Քրիստոսին, որ մեռելներից հարություն առավ, որ կանգնած ես մարդու կողքը, ասում է, լսի, չասեց այդ արտահայտություն, չասեց, լսի, բժշկողը ես եմ, ինչի ես ուզում մտցնես, ինչի ես ուզում մտնես։ Ուզում եմ երևակայությանս մի քիչ sense զոր տամ, ասում են հայերը։ Երևի դրանից հետո ինչ որ մեկն էլ սպասեց այդ շարժումով բժշկվեց, այդ ջրի շարժումով բժշկվեց։ Հիսուսը այդտեղ բոնուսով բժշկեց։ Ժողովուրդ, Հիսուսին հերվում մի փնտրիր։ Եթե մանավանդ ապաշխարած մարդ ես, Հիսուսը քո ներսն է։ Առաջին անգամ, որ Հիսուսի հետ խոսացել է, չեք պատկերացնում ոնց ու երբ։ Միգուցե քարոզների ժամանակ եթե լսել ես պատմել եմ, նստած եմ եղել մեր Երևանի պետական համալսարանի ճաշարանում, բուֆետում, որտեղ հայոյանք, որտեղ մուխ ու ծուխ, որտեղ իրար ձեռ առնել, ինչ ասես չկար։ Մեկ էլ նստած եմ ես իրանց մեջ, նոր եմ ապաշխարել, նոր եմ Հիսուսին ընդունել իմ կյանքի մեջ որպես Տեր ու Փրկիչ, մեկ էլ հանգարց ներսիցս սենց ձայնա գալիս, վերկած գնաց տեղից։ Ու չի եղել նման բանի հետ։ Ասում եմ, ինչ որ ուզում եմ հարցնեմ, ով է։ Պատկերացնում ես, ասում եմ, ես ինչ էր։ Ու սկսում եմ խոսել ներսում։ Ասում եմ, ինչի համար։ Որովհետև ես այստեղից զզվում եմ։ Գիտեք, այն ժամանակը չէր, որ ես կանգնեի, քարոզեի բոլորին, հա, քարոզում էի, բայց չէր ստացվում, հələ նոր էի, չէի հասկանում ինչա կատարվում։ Բայց մեկը խոսում է ներսից, ասում է, վերկաց գնա, դու զզվելի վայրում ես։ Որտեղ կիսաթմրամոլ վիճակ, ծուխ, հայոյանք եւ այլն։ Ասեցի ինչի համար, որովհետև ասում ես զզվում եմ, հետո հարց տվեցի, ասի ինչու դու ուր ես։ Դու ունդեղ ես։ Ասում եմ ես քո մեջ եմ։ Հետո ասեցի Տեր, ո՞նց ես դու իմ մեջ։ Այդ ո՞նց է լինում, շատ բան չի հասկանում։ Հիմա որ ասում եմ Քրիստոսը մեր մեջ է, բոլորս հասկանում ենք միգուցե։ Ո՞նց ես դու իմ մեջ։ Առաջի քայլերն էր, երեխա եմ Քրիստոսի մեջ, նորածին եմ Քրիստոսի մեջ։ Ասում եմ ես քեզ էլ ավելի մոտ եմ, քան դու ինքդ քեզ։ Այդտեղ вообще ապշեցի, ընդհանրապես ոնց թե դու ինձ ավելի մոտ ես։ Ու ես հասկացա, որ ինքը իմ գեների մեջ կա։ Ես հասկացա, որ ինքը իմ ներսում, իմ ներաշխարհում, իմ հոգում կա, որտեղ ես իր արարչագործություն եմ, որտեղ ես իր զավակն եմ։ Ու պաստորն ինքը ինձնից ավելի մոտիկ է ինձ։ Պարզվում է հերվում շատ օրհնություններ եմ փնտրել, բայց այդ օրհնությունը, գերագույն օրհնությունը, բոլորը մեծատարերով եկել մտել է իմ ներսը, ու ես խաբար չեմ։ Ով է Սուրբ Հոգով մկրտված։ Ճնշող մեծամասնությունը։
Ով Սուրբ Հոգով մկրտված չի, պատկերը տեսնենք։ Այսինքն Սուրբ Հոգով լեզուներով չի աղոթում, դա էլ որպես նշան։ Քչերը, ժողովուրդ, հասկանում եք, այսքան մարդ կա, որ Սուրբ Հոգով աղոթում է, դու գիտեք, երկրաշարժ կարա լինի ձեր աղոթքից։ Տեր Հիսուսը ձեր մեջ է, մենք պետք է արժեք տանք, մենք պետք է հավատանք, մենք պետք է հասկանանք, դժվար է հավատալ։ Ուր ենք փնտրում մենք Հիսուսին։ Ինչ որ մեկ անպայման պիտի մեզ ձեռնադրի։ Բացարձակ առանց անարգելու եմ ասում, սիրելիներ, շատ կարևոր բան է ու ես անում եմ, իմ ընտանիքի վրա եմ ձեռք դնում, իմ երեխաների վրա եմ ձեռք դնում, որ բժշկվեն, իմ ծնողների վրա, եկեղեցու վրա եւ այլն։ Իմ վրա եմ ձեռք դնում, ասում եմ բժշկվիր։ Բայց մի օր գերբնական բժշկություն եմ ապրել, գիտեք երբ որ Սուրբ Հոգուց մի խոսք եկավ, ասեց մտածի Աստծո բարության մասին։ Ու ճամփորդում եմ կինս հղի երկու ճամպրուկներով ծանր ու ես պետքա դուրս գամ ու ահա որ վիզս ցավում է, մեջքս ցավում է ու ես ընդհանրապես մի հավատացեք առանց չափազանցնելու եմ ասում, բաժակ չէի կարողանում վերցնել։ Բաժակ ջուր խմելու համար բաժակ վերցնում է ցավում էր ու ես պիտի հղի կնոջս հետ ճանապարհվեմ օդանավակայան Լիբանանից գամ Հայաստան առաջնեկս պիտի ծնվեր ասի Աստված իմ խնդրում եմ բժշկիս ես չի լինես ոնց եմ գնալու ոչ ես մարդը կարա վերցնի ոչ էլ ես ում ասեմ եկեղեցին չկար մենք աստվածաբանական էինք սովորում լրիվ օտարության մեջ օգնող ոչ մեկը չունեինք ժողովուրդ ու սենց մի հզոր միտք եկավ, ու դա Աստված էր խոսում իմ հետ, մտածի Աստծո բարության մասին։ Ժողովուրդ աչքերս փակել եմ, որովհետև կան մարդիկ, ովքեր որ կարող են մտածեն, Աստված է իրանց սենց անում, Աստված է փորձության տանում եւ այլն։ Բայց ես գիտեմ, որ իմ Աստված չի այդ օրը ինձ գցել։ Ես ինքս ինչ պատճառներով այդ վիճակում եմ, աչքերս փակում եմ ու մտածում եմ, իմ Տերը բարի է շատ։ Իմ Տերը շատ բարի է, շատ։ Իմ Տերը բարի է ամեն ժամանակ։ Խորհեցի, խոկացի, մտածեցի, որ Աստված բարի է, աչքերս բացեցի, ոչ մի ցավ։ Կատարյալ բժշկված։ Վերցրել եմ այդ ծանր ճամպրուկները ու քայլում եմ։ Հալելույա։ Իսկ մարդիկ կան սատանայից մտքեր են ընդունում։ Աստված որ կա, բա ինչի սենց եղավ։ Երբեք տես բան չմտածես։ Ում ուզում ես մեղադրի, ավելի ճիշտ չմեղադրես, բայց երբեք ու երբեք Աստծուն չմեղադրես։ Հիշի մի բան, ինչ էլ ուզում ա լինի կյանքիդ մեջ, Աստված միշտ ճիշտ է։ Պատճառները ուրիշ տեղ կարելի է որոնել։ Եկեք ոտքի կանգնենք։ Հիմա եկավ ժամանակը, որ մենք մի հրաշալի քայլ ենք անելու, ու դա հզոր քայլ է, սիրելի եկեղեցի, կհամբերես, եղիր Աստծո ներկայության մեջ, ես հավատում եմ, մենք դեռ շարունակում ենք եւ Աստծո հոգին դեռ մեզ շարունակում է հպվել։ Ես կխնդրեմ այն մարդկանց, ովքեր որ առաջին անգամ են, ովքեր որ առաջին անգամ են այսպիսի եկեղեցում, Տիրոջը Հիսուս Քրիստոսին աղոթք չես արել ու չես ասել Տեր արի իմ կյանքի մեջ, կխնդրեմ, որ գաք առջև ձեզ համար աղոթք կանենք, որ հետո սուրբ հաղորդություն կունենանք ու դա մեծ օրհնություն կլինի մեզ համար, մեծ զորություն կընդունենք մեր կյանքերի մեջ։ Ես այսօր զգում եմ, որ այսօրվա հաղորդությունը շատ հատուկ է լինելու։ Աստված օրհնի սիրելի քույր, եկեք կանգնեք դեմքով դեպի ինձ, այստեղ կանգնեք։ Թող Աստված օրհնի, եկեք բարձր ծափարենք սիրելիներ, փառահեղ պահասա։ Կանգնեք դեմքով դեպի ինձ։ Այսպես Աստված ձեզ օրհնելով օրհնի, եղբայր ջան, փառք Տիրոջը, սա հրաշք պահ է, Աստծո խոսքից ենք իմանում, որ երբ որ մի մարդ քայլ է անում առ Աստված, Հիսուս Քրիստոսին Տեր է դավանում, երկինքը ցնցում է, ուրախանում է։ Դեռ գալիս են մարդիկ, այս ծափարությունները բոլորը փառքերը Տիրոջն են։ Հալելույա, փառք Հիսուսին։ Այնքան ուրախ եմ, երիտասարդ տարիք, պատանի նույնիսկ։ Դուք հրաշքներ եք։ Այսօր ձեր հրաշքի օրն է, սիրելիներ։ Աստված օրհնի բոլորիդ։ Դուք ձեր ամբողջ կյանքում այսօր չեք մոռանա։
պահեք ամիս ամսաթիվը ձեր մտքի մեջ։ Որովհետև ինչ որ մեկը միգուցե հրավիրել է ձեզ։ Ասել է արի գնանք։ Կարող է քեզ համար մի քիչ էլ տարօրինակ է, գիտես թե եկեղեցին քո պատկերացած ձևով պիտի լինի, բայց եկեղեցին այնտեղն է, որ Աստված է ապրում։ Գիտեք, դուք այսօր կանգնել եք այստեղ, որ մենք միասին հրաշալի աղոթք անենք։ Դա կոչվում է փրկության աղոթք։ Մենք դա իմանում ենք Պողոս առաքյալի նամակից, որ գրել է հռոմեացիներին, սիրելիներ։ Ինչ է ասում։ Ասում է, ով որ իր բերանով ասի եւ սրտի մեջ հավատա, այնքան կարևոր է։ Երբ որ մենք նայում ենք բնությանը, ամեն ինչ որ աշխարհում ստեղծված է հրաշալի կերպով, դուք գիտեք ոնց է ստեղծված։ Խոսքով, Աստծո բերանից դուրս եկած խոսքով, ասում է, Աստված ասեց լույս եւ լույս եղավ։ Լույսը ստեղծվել է խոսքով։ Արևն ու լուսինը խոսքով կախվել են օդի մեջ, ոչ մի բանից, այլ Աստծո հրահանգներով, դա հրաշք է։ Շատ աթեիստներ, շատ հիմար ուսմունքներ փորձում են ապացուցեն, որ Աստված չկա։ Լսի, ղեկավարող կա այս երկրագունդը, տիեզերք, այս անսահմանությունը, փառք Տիրոջը։ Եվ ամենամեծ ապացույցը այդքան է տիեզերքը չի ինչքան որ ես ու դու ենք։ Նայեք հայելու մեջ, եթե հրաշքների չեք էլ հավատում, ամենամեծ հրաշքը կտեսնես ինքդ քեզ, այս աչքերը ով դրեց, այս աչքերին տեսողություն ով տվեց, այս մտքին ով տվեց թռիչք, որ խոսի խոսքեր, որ երգի երգեր, Աստված։ Ու մեր Աստված ողջ է, մեր Աստված ինչ որ մեռած մեկը չի, այո նրան խաչեցին, բայց նա խաչի վրա չմնաց, մահացավ, թաղվեց, սակայն երրորդ օրը հարություն առավ մեռելներից, մահի հարցը լուծեց։ Դուք եք այստեղ կանգնած, որ մահի հարցը լուծեք։ Կասեք ոնց, սիրելիներ, մենք մի օր ծնվել ենք, մի օր էլ հրաժեշտ կտանք այս աշխարհին, բայց կա մի հրաշալի բայց, ովքեր որ Հիսուս Քրիստոսին ընդունել են իրենց կյանքում որպես Տեր ու Փրկիչ, Աստծո խոսքն ասում է նրանք ոչ թե մահանում են ու գնում, այլ կյանքից, այս կյանքից տեղափոխվում են մյուս կյանք։ Այն հոգին, որ ինձանում է, դա ավելի կարևոր է, քան այն ինչ որ իմ մարմինն է, որ դուք տեսնում եք։ Սա փոփոխական է։ Ժամանակին եղել է երիտասարդ երեխա, բայց հիմա արդեն ինձ համար այնպիսի մի տարիքում են, որ փոքր ժամանակ մտածում էի, մեծ մարդիկ են 42 տարեկան մարդիկ։ 42 տարին ոնց անցավ, այսպես։ Դուք այսօր ձեր փրկության հարցն եք ստեղ լուծելու։ Մենք իրար հետ աղոթք ենք անում։ Ես ասելու եմ, դու հրճակելու ես, կրկնելու ես, ասելու ես Տեր Աստված, արի կյանքիս մեջ։ Ու դու պիտի ապրես Աստծո հետևից գնալով։ Աստվածաշունչ կարդաս, աղոթքներով շարժվես ու հրաշալի է, դա ամենահրաշալի բանն է, երբ որ տիեզերքի արարիչը քեզ ճանաչում է, դու էլ իրեն ես ճանաչում։ Դրանից մեծ հրաշք չկա։ Եկեք փակենք մեր աչքերը, սիրելիներ։ Միասին ասենք, Հայր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, ահա ես քո առջև կանգնած եմ, խնդրում եմ, ներիր ինձ, իմ գործած բոլոր մեղքերը, որ գործել եմ գիտակցաբար և անգիտակցաբար, մաքրիր ու սրբիր ինձ, օգնիր, որ էլ ավելի ճանաչեմ քեզ, խնդրում եմ քեզ, դարձիր իմ Տերն ու Փրկիչը, Հիսուս, կանչում եմ քեզ, մտիր իմ կյանքի մեջ, փոխիր իմ կյանքը, ես հավատում եմ, որ դու մեռելներից հարություն առար, և քո հարությունով, որ ես էլ մեռնեմ կապրեմ, իմ անունը գրիր կյանքի գրքի մեջ և երբեք թող չջնջվի։ Տեր դատաստանի օրը, հիշիր այս օրը, որ ես քեզ ընդունեցի իմ կյանքում որպես Տեր ու Փրկիչ
եւ սկսեցի ապրել Աստվածահաճո կյանքով։ Փառք քեզ իմ Տեր, փառք քեզ իմ Հայր, ամենակարող Աստված։ Ես քոնն եմ եւ դու իմ Աստվածն ես, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Այնքան հրաշալի Աստծո ներկայություն կա այստեղ։ Տեսեք Աստծո ժողովուրդը ինչքան են ուրախանում, ծափարում են։ Բա երկինքը ոնց է ուրախանում։ Տեսեք սիրելի եկեղեցի։ Մենք հիմա աղոթք կանենք մեր սիրելի եղբայրների ու քույրերի համար ու գիտեք ուզում ենք ձեզ օրհնենք, պատվենք, դուք առաջին ընդունեք հաղորդություն, հետո գնաք, մեր ծառայողները ստեղ են, ձեր հարցերին կպատասխանեն, միգուցե համարների փոխանակություն անեք, ընկերներ ունենաք Աստծո եկեղեցում։ Միշտ սպասում ենք ձեզ շաբաթ օրը ժամը 2-ին այստեղ ու մենք ուրիշ ծառայություններ էլ ունենք։ Բայց գիտեք, ուզում եմ մի բան ասեմ ձեզ։ Շատ կարևոր մի բան։ Այստեղ գտնվում է բաժակով լի գինի ու մենք Աստծո պատվերն ենք կատարում, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվերն ենք կատարում, որը շատ հետաքրքիր բան արեց, այնպիսի մի բան, որ շատ զարմանալի է։ Գիտեք, Աստված դինելով եկավ մարդացավ ու ապրեց մի այնպիսի կյանք, հրաշալի սուրբ կյանք, բայց իրեն ծեծեցին, սպանեցին։ Ինչի համար։ Իմ ու քո մեղքերի համար։ Նրա արյունը թափվեց, անմեղ արյուն։ Երբեք մեղք չգործած մարդը դատապարտվեց որպես հանցագործ։ Նրա ամեն մի թափած արյունը, ամեն մի կաթիլը նշանակություն ունի։ Ամեն մի դրվագը նշանակություն ունի։ Երբ որ նրա ձեռքերն էին խոցում, նրա ձեռքերը մեխում էին, գամում էին խաչին, դա մեր գործած մեղքերի համար էր։ Մեր արած քայլերի համար էր։ Նրա ոտքերն էին խոցում, այն ճանապարհների, վատ ճանապարհների համար էր, որ մենք քայլում ենք։ Երբ որ նրա միտքն էր, երբ որ այստեղ փշեպսակ դրեցին ու սեղմեցին, որ այստեղից արդեն արյունը դուրս էր գալիս։ Դա մեր են պիղծ մտքերի համար էր, որ ինչ ասես մտածում ենք, ինչ ասես խորում ենք, նենգություններ ենք հորինում, մարդկությունը։ Երբ որ նրան մտրակներով ծեծում էին հաշվով էին ծեծում մինչև լրանը հաշիվը։ Այդ ժամանակա պատժաձևերից մեկն էր, դա մեր հիվանդությունների համար էր, որ մենք մեղք գործելով ստիպեցինք, որ այդ իրողությունը լինի։ Ու գրված է նրա վերքերով մենք բժշկված ենք։ Նրա սիրտը խաչի վրա չդիմացավ, նա ուրիշ մահով չմահացավ, նրա սիրտը չդիմացավ, երբ որ այդ ծանրությունն էր, որ Աստծո ներկայությունը գնաց իր վրայից, որովհետև աշխարհի բոլոր մեղքեր իր վրա էր, սիրտը պայթեց։ Հիսուսի սիրտը պայթեց, արյունը ջրի նման, ասես լցվեց։ Ու հետո երբ որ հռոմեացի զինվորը ծակեց ստուգելու համար մեռած ատը չէ։ Այդ ժամանակ այդ ջուրը, արյան ջուրը ասես ժայթքեց։ Բայց նրա ոսկորը չջարդվեց, բայց մարմինը մաշկա զերծվել էր, ինքան էին ծեծել։ Ասում են նրան չէինք էլ կարող նայենք։ Մորթված գառնուկ։ Դրանից առաջ գառնուկները էին մատաղանում, որպես խորհրդապատվեր, որ մի օր էլ Աստծո գառնուկն է գալու մահանա։ Մենք պետքա լինեինք խաչի վրա, մենք պետքա մահապատժի ենթարկվենք, բայց ինքը արեց այդ ամեն ինչը։ Ու նրա արյունը հորդեց։ Տեսեք, մենք սիրելի եկեղեցի բոլորով մենք շատ հարցեր ունենք, որ պատասխաններ չունենք։ Բայց գիտեք, ես մի պատասխան եմ գտել, որ բոլոր հարցերի պատասխանը, բոլոր միևնույն պատասխանն է։ Եթե Հիսուսը խաչվեց, եթե Հիսուսը արյուն թափեց, ու գիտեք, նա նաև իր մարմինը, որ մենք հացն ու գինին ասում ենք Տերը կենդանին, ասում ենք նրա մարմինը ջարդուխուրդ եղավ։ Այդ ամեն ինչի պատասխանն է։ Եթե որևէ հարցի պատասխան չունես, ասա Աստված եթե որոշեց գա, ջարդուխուրդ լինի։ Ու իր արյունը թափի,
ու մենք շատ բաներ չենք հասկանում, եկեք մի բան ասենք, ուրեմն մի բան կա, որ շատ բան չենք էլ հասկանում։ Ինչի սենց եղավ, եթե Հիսուսը կենդանի Աստված, որ երկնքում է, տիեզերք ստեղծողը, որ երկնքում է, եկավ մարդ դառավ ու չարչարվեց, ուրեմն մի բան կա։ Ու շատ հարցերի պատասխանել երկնքում կիմանանք։ Այսօր մենք ընդունելու ենք նրա արյունը, նրա մարմինը։ Սա շատ լուրջ բան է։ Սա անելով մենք պատվով պետք է անենք, ու ես հավատում եմ, սա անելով մենք այսօր զորություն կընդունենք մեր կյանքերի մեջ, բժշկություն կընդունենք մեր կյանքերի մեջ։ Սա պարզապես քայլ չի, որ մենք անում ենք, Տերն է ասել, Հիսուսը, սա արեք իմ հիշատակի համար։ Առավ հացը կտրեց, վերցեց գինին, օրհնեց ու բաժանեց ամբողջ փառքը նրան։ Նա ոնց ասել է, տենց էլ մենք անում ենք։ Ես տեսնում եմ, ստեղ խուզվել են, մարդիկ լացում են։ Դա Աստծո հզոր ներկայությունն է, որ կպել է քեզ։ Շատ մարդիկ ասում են, բայց ինչի եմ, երբ որ գնում եմ եկեղեցի, լացում եմ։ Ես չեմ լացել, երբ որ Աստծո ներկայությունը եկել է սենյակից մեջ, ողբացել եմ առանց սքի։ Աշկերիցս արցունքները ընենց է հորդել, մտածել եմ, ես ինչ է իմ ներսում կատարվում, բայց Աստված էր, որ մաքրում էր ինձ ներսից, հպվում էր, իր սերն էր, այդ ուրախության լացա։ Կարող քեզ թվում է դու տխուր ես, բայց ուրախության լացա, որտեղ Աստված քեզ կպել է։ Դա հուզմունք է, աստվածային հուզմունք։ Աստված ձեզ օրհնելով օրհնի։ Մենք Հիսուս Քրիստոսի անունով ձեր կյանքի մեջից քանդում ենք սատանայի բոլոր գործերը, ինչ որ ինքն է մտցրել։ Չգիտեմ, ժառանգական անեծք, որևէ ինչ որ ձևով հիվանդություններ, թող քանդված լինի նրա բոլոր գործերը։ Դուք այսօր աղոթ կարեցիք առ Աստված, ասեցիք Տեր, դարձիր իմ Տերն ու Փրկիչը, նա դարձավ։ Հիսուս հիմա ձեր ներսում է։ Եթե հանկարծ աստվածային մտքեր կան, ձեզ մտքեր, որ ասեք, այսօրվանից առաջ տենց բաներ չեր ելնում, չզարմանաք, Տերը խոսելու է ձեր հետ, ոնց որ իմ հետ։ Մի պիղծ վայրում, որ միշտ հայոյանք էր։ Ընձեղից հանես տարավ ինձ։ Էլի եմ պատմել, ստեղել եմ պատմել, մի օր մի տեղով քայլում եմ եկել հանկարծ, ասում եմ, ստեղով չգնաս, կարճ ճանապարհն է դեպի մեր տուն, ասում եմ, այն երկար ճանապարհով գնա։ Ասեցի, էս ինչ միտք էր։ Բայց քանի որ եկել էր ու տարօրինակ էր, հնազանդվեցի, գնացի երկար ճանապարհով։ Հաջորդ օրը արդեն իմացա, որ այդտեղ շատ ուժեղ վթար է տեղի ունեցել։ Որտեղից իմանայի։ Աստված իր զավակների հետ խոսում է, սիրելիներ։ Երազներով, տեսիլքներով, սենց եւ ամենակարևորը Աստվածաշնչով։ Ես կխնդրեմ ծառայողներին արդեն մոտեցնեն հաղորդությունը, որ դուք ընդունեք, դուք առաջին եք ընդունելու, հասկանալով, տեսեք, Քրիստոսի մարմինը ջարդվեց, որ մենք այդ կտորներով իրար կպած լինենք Քրիստոսի մարմին։ Ոնց որ մի փազլի փոքրիկ մասնիկներ, դու ես վերցնում, ես եմ վերցնում, բոլորս ու այդ արյունը մեզ մաքրում, սրբացնում է։ Անպայման վերցրեք, աղոթք արեք, եկեք հենց հիմա աղոթք կանենք։ Եթե մեղքեր եք գործել, ներողություն խնդրեք, եկեք միասին ասենք, Տեր Աստված, ներիր իմ բոլոր մեղքերը։ Մաքրիր ու ջնջիր դրանք։ Ես ուզում եմ քո արյանը մոտենամ արժանի ձևով։ Ես գիտեմ, որ արժանի չեմ։ Եկեղեցի բոլորով միասին աղոթենք, ես գիտեմ, որ արժանի չեմ։ Ես գիտեմ, որ մեղքեր եմ գործել։ Ես գիտեմ, որ սխալ բաներ եմ արել։ Բայց այսօր Տեր, զղջում եմ իմ մեղքերի համար եւ մոտենում եմ քո արյանն ու մարմինին եւ ընդունելով այն իմ մեջ քո հետ մեկ մարմին եմ դառնում։ Տեր Հիսուս Քրիստոսի արյունն ու մարմինը, մարմին, որ ջարդվեց ինձ համար, արյուն, որ հոսեց իմ մեղքերի թողության համար, փառք քեզ ամենակարող Տեր, քո մեծ ողորմության համար, ամեն, հալելույա, մոտեցեք, ընդունեք եւ մեր ծառայողները ձեզ կուղեկցեն, ձեզ այդ ժամանակ կանցկացնեն, ձեր հարցերին կպատասխանեն։ Սա ձեր ընտանիքն է։ Իմացեք, որ մենք միշտ սպասում ենք ձեզ։ 22 տարի առաջ ես էլ եմ քայլ կատարել։
բայց դարել եմ Աստծո ծառայող։ Ժամանակին մեկը, որը որ Աստծո մասին հումորներ էր անում, կատակներ էր անում, վատ բաներ, բայց այսօր Աստծո անունն եմ քարոզում։ Սիրելիներ, մոտեցեք, ստացեք, վերցրեք, գնացեք, խոկացեք, ընդունեք Հիսուսի զորավոր անունով։ Փառք ես Տեր։ Մենք աղոթք ենք անում Տեր, որ ընդունելի լինի այս ամեն ինչը քո կողմից։ Զորություն լինի Տեր իմ Աստված։ Փառահեղ ձևով։ Փառահեղ ձևով իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզ, որ դու քո արյունը թափել ես մեր մեղքերի թողության համար։